Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցի, չէ՞ որ մեր ազգային խոհանոց աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույն խոհանոցն է։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր շատ լավ է անցնելու եւ վստահ եմ ինչի համար, որովհետեւ մեր հյուրն է Էլմիրա Հովհաննիսյանը, ով ուսանում է Տիրամայր արհեստի դպրոցում եւ կարծում եմ, որ դուք նույնպես կհամոզվեք մեր հետագա աշխատանքներից, որ այո, այսօրը մենք ունենալու ենք մի հետաքրքիր լավ օր։ Ողջույն Էլմիրա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Տրամադրությունը բարձր է։ Այո, բարձր։ Ապրես դու։ Ինչ ենք պատրաստելու Էլմիրա։ Քանի որ պակի շրջանն է, մեծ պակի շրջանն է, մենք այսօր պատրաստելու ենք պասուց տոլմա։ Պասուց տոլմա ենք պատրաստելու։ Բաղադրությունը կարող ենք նշել։ Բաղադրությունը, այո, կարող ենք նշել, խաղողի տերևն է։ Տոլին է, տոլին։ Ինչի անունով, որ մենք անվանում ենք տոլման։ Բրինձն է, նախապես կտրատած սոխ ունենք, սոխը, համեմունքները, սխտոր, ծիտապտղի ծետ, ընգույս եւ այս ամեն ինչը եւ սոուս, վերջում եպելուց լցնելու ենք սոուսը վրան եւ եպելու ենք։ Իսկ ինչ սոուս է։ Սոուսը ծիտապտղի ծետ է, նանա է, սխտոր եւ կիտրոնի հյութ։ Ապրես դու։ Սկզբից ինչ ենք սկսում։ Սկզբից սկսում ենք, անում ենք սոխառածը, տակացնում ենք տապակը ծիտապտղի ծետով։ Այո։ Ձետը պիտի առատ լինի, սոխառածը պիտի առատ լինի, չէ՞։ Այո։ Սոխառածը պետք է մարմանդ կրակով լինի, սոխը չպետք է այրվի։ Ավելացնենք սոխը։ Եվ մինչև սոխը տապակվի, մենք այդ ընթացքում կտրատենք պղպեղ, պարոն Մամուլյան, եւ 2 հատ լոլիկ։ Պղպեղ։ Մանր խորանարդներով։ Լավ, իսկ գույները պահպանենք, թե մի գույն ընտրենք։ Չէ, կարելի է տարբեր։ Կարելի է մի քիչ էլ այլ գույն, չէ՞։ Այո։ Ընթացքում կարող ենք ավելացնել նաև սխտորը։ Սոխառածին պիտի ավելացնենք սխտոր, հա։ Սխտորը եւ պղպեղը, բայց սոխառածը մի քիչ տապակվի, նոր կավելացնենք պղպեղը։ Այս թասի մեջ երևի, հա, հավաքենք։ Այո, հավաքենք այդ թասի մեջ։ Իսկ լոլիկը որտեղ պիտի լցնենք։ Լոլիկը պետք է արդեն ավելացնենք բրինձի։ Ընկույզը պղպեղը տապակում ենք սոխառածի հետ։ Մի քիչ, շատ պետք չէ։ Թեթևակի։ Թեթևակի։ Ոնց որ ասում են, մի քիչ վախեցնում ենք, հա։ Այո։ Իսկ հիմա կարող եմ ընկույզն արդեն։ Կարող ենք արդեն բաղադրիչները խառնել, պարոն Մամուլյան։ Մինչև սոխառածը պատրաստ կլինի եւ կավելացնենք սոխառածը։ Մաքրված, ընտրված եւ թրջված։ Այո։ Թրջված բրինձեր, չէ՞։ Այո։ Ավելացնում ենք նանա։ Ավելացնում ենք նանան։ Բավական է։ Բավական է, այո։ Սա ինչ է։ Կծու եւ քաղցր տակտեղ չիլի պղպեղն է։ Կծու պղպեղ եւ քաղցր տակտեղ։ Եվ քաղցր տակտեղ։ Մի քիչ աղ։ Դու պիտի ասես բավական է, թե չէ։ Ահա, բավական է։ Պետք չէ շատ աղի, ավելացնում ենք լոլիկը։ Բարեկամներ, նորից հիշեցնենք, որ մենք այստեղ ունեցանք բրինձ, ընկույզ, լոլիկ կտրատված, կծու եւ քաղցր տակտեղներ եւ նանայի փոշի։ Ահա։ Հիմա կարծես թե պատրաստ է։ Իրականում ոչ թե մենք սոխառած պատրաստեցինք, այլ սոխը եւ տակտեղը մի քիչ այդպես շոքեխաշեցինք, կարելի ասել։ Ավելացնում ենք զանգվածին մեր։
եւ խառնում։ Կարելի է նաեւ մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել։ Կիտրոնի հյութ։ Ահա եւ զանգվածը։ Ահա պատրաստ է մեր զանգվածը, արդեն Հիմա արդեն սկսենք արագ-արագ փաթաթել։ Ինչի մեջ ենք հետո տեղադրելու։ Տեղադրելու ենք այս կաթսայի մեջ։ Կարող ենք տագը մի քանի տերևներ դնել։ Խորովածը ասում են չի հանդուրժում կանացի ձեռքեր, բայց տոլման էլ կարծեմ չի հանդուրժում տղամարդու ձեռքեր, ճիշտ են ասում են։ Երևի։ Ես ինձ ապահովագրում եմ, չգիտեմ, միասին ենք անելու, ես էլ եմ օգնելու, թե դու միայնակ ես։ Ցանկալի էր, որ օգնեիք։ Լավ, տոլման էլ է հանդուրժում տղամարդու ձեռքեր, գնացինք։ Լավ է։ Շատ։ Լավ է, չէ՞։ Լավ է։ Ահա։ Եվ այսպես մենք կփաթաթենք ամբողջ կաթսան մենք կլցնենք եւ կպատրաստենք կրակի վրա, չէ՞։ Այո։ Կրակի վրա։ Այս որ այդ ընթացքում մինչեւ որ մենք պատրաստենք, դուք բարեկամներ մի քիչ պիտի սպասեք։ Էլմիրա ջան, շատ գեղեցիկ փաթաթեցիր։ Հիմա այս կիտրոնները մի քիչ արանքներ երևի դնենք, հա։ Այո։ Կիտրոնը։ Դնում ենք արանքների, ցանկալի է նաև կազար եւ սալորաչիր շերտերի արանքներում։ Մենք այսօր չենք դրել, բայց ցանկալի է։ Կարելի է, այսինքն։ Այո, կարելի է։ Եվ այս սոուսի մասին որ նշեցինք, ձիթայուղեր, նանա, նանա, սխտոր եւ նորից մի քիչ կիտրոնի հյութ ավելացնում ենք տոլմային։ Նաև ավելացնում ենք ջուր, այնքան որ ծածկի տոլման։ Նորից հիշեցնեմ, մենք այստեղ բրինձը, միջուկը արեցինք բրինձ, ընկույզ, այո, նանա, տակտեղ երկու տեսակի, քաղցր կծու, լոլիկ, սոխառած պատրաստեցինք թեթևակի պղպեղով, նանայի փոշի, կծու պղպեղ մի քիչ, այո, կծու պղպեղ եւ քաղցր պղպեղ։ Ահա, վերջում էլ փաթաթելուց հետո օգտագործեցինք ձիթայուղով, սխտորով եւ նանայով։ Նաեւ կիտրոնի հյութով սոուս պատրաստեցինք, լցեցինք մեր փաթաթած տոլմայի վրա եւ ստացվելու է պասուց տոլմա։ Դնենք կրակին եւ սպասենք քանի րոպե։ 25-ից 30 րոպե կարծում եմ պատրաստ կլինի։ Լավ, բարեկամներ, 25-ից 30 րոպե հետո այս ճկնավ ուտեստը պատրաստ կլինի եւ մենք միասին կվայելենք նրա եւ տեսքը համը դուք ձեր ընտանիքներում մենք այստեղ։ Արդեն մեր տոլման պատրաստ է։ Եփվել է։ Կարելի է տեղադրել ափսեի մեջ եւ մատուցել։ Ես ինչ լավ բույր ընկավ, խնդրեմ։ Տանը տոլմա պատրաստում ես Էլմիրա։ Այո, պատրաստում եմ։ Երբ վստահում եմ, պատրաստում ես, երբ չեմ վստահում, հա։ Կատակ եմ անում իհարկե, շատ լավ պատրաստեցիր։ Կարելի է նաև շատ է մի քիչ։ Այո, իհարկե, ահա, շատ լավ։ Եվ կարող ենք կիտրոնով ձևավորել։ Նաև գույնի համար կարող ենք Ապրես դու, որ գույները կարևորում ես, շատ ապրես։ Շատ գեղեցիկ բան ստացվեց, ապրես դու։ Էլմիրա ջան, դու ունես ցանկություն, որ կուզենայիր փոխանցեիր մեր հեռուստադիտողներին։ Մեր հեռուստադիտողներին մաղթում եմ առաջին հերթին խաղաղություն, բարեկեցություն, ինչպես նաև գարնանային բարձր տրամադրություն։ Ապրես դու Էլմիրա, ապրես դու։ Բարեկամներ, ես կարծում եմ, որ
շատ երկրներում չէ, որ յուրաքանչյուր անգամ երիտասարդները, օրիորդները առաջին հղումը կանեն խաղաղության մասին։ Թող խաղաղ լինի մեր երկինքը եւ ձեր կողմից բարեկամներ ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Էլմիրային, ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Տիրամայր արհեստների դպրոցին եւ հատկապես տնօրենին Բաբկեն Մկրտչյանին եւ Քույր Արուսյակին այս մեծ հնարավորությունը, այս գեղեցիկ հնարավորությունը եւ այս օգնությունը մեզ ցուցաբերելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես նորից նշեմ, որ յուրաքանչյուր հանդիպում պիտի ունենա լավ արդյունք։ Այդ արդյունքը մեզ համար լավ է այն դեպքում, եթե մենք այդ հանդիպումից հետո դառնանք ել ավելի հայեցի, ունենանք ել ավելի առողջություն եւ հաջողություններ, հպարտանանք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Պասուց տոլմա, բրինձ 2 բաժակ, սոխ 80 գրամ, լոլիկ 100 գրամ, տագդեղ 70 գրամ, կիտրոն 1 հատ, ձեթ, նանա, կծու պղպեղ, քաղցր պղպեղ, սխտոր, աղ, խաղողի տերև, բարյախորժակ։